Ինձ էլ ասաց, որ Եգիպտոս է գնացել, բայց ոչ մի բան չգիտեմ։ Տղերքը եկել են այն սրճարան, որտեղ որ դու աշխատում ես։ Ու հնարավոր է ինքն էլ է եկել։ Եգիպտոս գնացած ժամանակ։ Հա, ման է։ Հնարավոր է խափում է։ Հնարավոր է չի էլ գնացել։ Ընդամենը հարց եմ տալիս ու պետք է ուղիղ պատասխանեիր։ Մի խոսքով հաջող։ Մի րոպե Հարութ։ Գորի ընկերներն էին եկել ու իրան էին սպասում, բայց գորը չկար։ Մի րոպե, ոնց իրան էին սպասում։ Այսինքն պայմանավորված են եղել իրար հետ, որ պետք է գար, այսինքն երկրում է եղել ինքը։ Չգիտեմ։ Կարող է գնաս։ Ալա։ Քեզ լավ չես զգում, ինչ-որ բան է եղել։ Ինչի քո արարքներից հետո հնարավոր է, որ մարդ իրան լավ զգա։ Սյուզի մի հատ կբացատրես հիմա ինչ եմ արել, որ սենց տրամադրվել ես իմ դեմ։ Կամ ավելի լավ է ոչ մի բան մի ասա, հա։ Մինասը ուր է։ Մինասի հետ կխոսեմ։ Մինասը տանը չի։ Ու որ գա էլ ջերմ ու լավ խոսակցության մի սպասի։ Լերագրող էր զանգել։ Ասեմ քեզ շնորհակալություն պիտի հայտնենք այդ աղջկան, որ մեր աչքերը բացեց, քնից արթնացանք։ Չնայած ես միշտ էլ արթուն եմ։ Սյուզի, ես արդեն ջղայնանում եմ, կբացատրես հասկանամ ինչ ա եղել ու ինչ ա կատարվում հիմա։ Ասեմ, ամբողջ համացանցում քո ու այդ տղայի ջերմ նկարներն են։ Ու գիտես ինչ են մեկնաբանում, որ դու քո պատվի հետ խաղացողի հետ լավ հարաբերությունների մեջ ես։ Ինչ։ Հա։ Եթե չես հավատում, բացի նայի։ Նայի, տես ոնց ես խայտարակում աղբորդ։ Քո պատճառով կորցրել ենք հարգանք, պատիվ, հանգիստ կյանք։ Ճիշտն ասա, կապ ունես այդ տղայի հետ։ Ես քո իմացած կապը չունեմ ոչ մեկի հետ։ Լուրջ։ Գիտես քո անմեղ դեմքին Մինասը կհավատա, բայց ես չէ։ Լավ վերջացրու, հա։ Մինասը երբ կգա, ես Մինասի հետ կխոսեմ ու ամեն ինչ կբացատրեմ։ Չգիտեմ։ Ինչ է եղել։ Ոչ մի բան։ Լացել ես։ Չէ, Ասա ինձ ինչ է եղել։ չէ, ուղղակի որ ասում եմ, գնաս, գնում ես, նեղվում եմ։ Չգիտեմ էլ ինչ անեմ, որ ինձ մեղավոր չզգամ։ Մի հատ հանգստացի, հա։
Ես էլ ուզում եի քո մոտ գայի։ Գիտեմ ինչ ա եղել Սյուզին ասել է, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ կբացատրես Սեդա։ Դու ամեն ինչին բացատրություն ունես։ Մինաս, Դու օգտվել ես առիթից, որ ես քեզ հավատացել եմ, որ ես քեզ վստահել եմ, որ ամեն քո խոսք իմ համար կարևոր է եղել։ Ու դու ինձ ապուշի տեղ ես դրել։ Մինաս պետք չի որ դու հիմա սենց խոսես, պետք չի որ սենց բաներ ասես։ Բա ինչ ասեմ։ Ես քեզ այսքան վաղ ասել եմ ճիշտ ինձ մենակ պատմի։ Ես սաղի բերանն եմ փագե։ Սուզինն էլ, նվերինն էլ, չեմ թողեմ մեկը մի բան ասի քո ասածին։ Քո չէին կամ քո հային։ Կասկած չենք ունեցել քո վրա։ Իսկ դու ինձ սենց ես վերաբերվում։ Ինչ գործ ունես այդ լակոտի հետ։ Ինչ ես հետը հանդիպում։ Ինչ կա ձեր մեջ։ Բարով ձեզ։ Ես էլի գորի մոտ եմ եկել։ Նույն վիճակն է, էլի ոչ մեկի չի ուզում տեսնի։ Վիճակը նույնը չի։ Ուղղակի առանց դուրս գրման գորը գնացել է։ Ոնց թե գնացել է։ Չէ, մենք չենք շփվում։ Դուք չեք շփվում։ Բայց նկարը որտեղից։ Բա ոնց են ձեզ նկարել։ Լսի, հետս խոսելուց մի բան չհորինես։ Մենք ուղղակի օգնել ենք իրար, որ ես ինչ-որ բան կարողանամ հիշել, որ համ ինքը այս պատմությունից դուրս գա, համ ես, բայց այդ քո մտածած շփումը չի։ Օգնել ենք իրար։ Իմ օգնությունը հեչ, իմ շարժապատի օգնությունը հեչ, ոստիկանների օգնությունը հեչ, ինքը պետք է մեզ օգներ։ Լսի, դու չես մտածում, որ ինքը կարող է հենց այտենց անում, որ քեզ ճիշտ ճանապարհից հանի։ Դու խելք ունես։ Ես քեզ կարծեմ ասել եմ, չէ՞ որ վստահում եմ Հարութին։ Ինչ ես անում։ Վստահում։ Դու բան չես հիշում։ Ոչ դեմք ես հիշում, ոչ անուն ես հիշում, ոչ մի բան չես հիշում։ Ինչ ես վստահում։ Այսքան ժամանակ նվերի հետ կռիվ եմ անում, որ իքացնով որ դու տաքսիստի հետ կապ ունես։ Ես դրա համար ուզում եի իր գլուխը ջարդեի, բայց հիմա ինչ, պարզվում է ինքը ճիշտ է։ Դու նորմալ ես։ Չէ, ճիշտ չի։ Լսի, դու ինձ խայտառակ ես անում։ Ամեն տեղ, ամեն ինչով։ Էտա քո վերաբերմունքը դեպի ինձ։ Ուրեմն լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Սրանից հետո դու տնից դուրս չես գալու։ Որ ուզենամ հեռախոսը կվերցնեմ ձեռիցդ, բայց ես ամեն օր գալու եմ քո հեռախոսը ստուգեմ, ու Աստված չանի։ Ես տեսա ձեր մեջ կապ։ Ես այդ տղուն կոչնչացնեմ, լսեցիր ինձ։ Ինչ։ Ինչի՞ չուզեցիր, որ տուն գամ։ Ուղղակի ուզում էի դրսում խոսենք։ Իսկ եթե ճիշտը ասես, Դու մտածեցիր նվերի առաջարկի մասին։ դեռ չեմ որոշել։ Ես բան չեմ ասում, որովհետև արդեն հոգնել եմ։ Հոգնել եմ ասելուց, խոսալուց, ջղայնանալուց։ Ճիշտ ես անում։ Էլեն, դու իմ քույրն ես, դու իմ օդն ու ջուրն ես, ու եթե դու վատ լինես, ես չեմ շնչի, ու Աստված չանի, եթե հանկարծ քո այդ մի բան պատահի, ու դու չլինես, ես էլ չեմ ապրի։ Բայց ինչի ես հիմա ինձ այդ ամեն ինչը ասում։ Ես չեմ պատրաստվում մեռնել, Սյուզ, հանգստացի։ Եթե դու նվերի առաջարկը ընդունես, այդ հավասարազորը մեռնելուն։ Իհարկե խոսքս ֆիզիկական մահի մասին չի։ Դու կարևոր չես լինելու այդ տան մեջ, քեզ չեն նկատելու, քո բոլոր երեկոները անցնելու է միայնակ, դու ուզելու ես, որ քո դեմքին նայեն նենց, ոնց որ դու երազում ես, բայց այդ չի լինելու, չեն զգալու, դու երջանիկ ես թե տխուր, այդ ես ուզում,
Էտա քո երազած կյանքը։ Չէ, Լեն, դու ավելին ես արժանի։ Դու արժանես, որ քեզ գնահատեն, որ քեզ հասկանան, որ դու սիրված լինես, որ հասկանան այդ օրը տխուր ես թե ուրախ։ Որ զգան։ Սյուզ, բայց ինչի ես վստահ, որ նվերը ոչ մի բան չի զգում։ Որովհետև տեսել եմ նվերի ու Սեդայի հարաբերությունները։ Ու հիմա տեսնում եմ ձեր հարաբերությունները։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Ընդհանրապես իրար նման չեն։ Ու չասես, որ դու դրա մասին չգիտես։ Չխաբես։ Հայ ես գիտեմ դու շատ ես սիրում։ Ու մտածում ես, որ մենակ քո սիրելով կարող է արժանանաս այդ վերաբերմունքին։ Բայց չէ։ Միակողմանի սերը ոչ մի բան չի պահում։ Իրա դերը հիմնականում կորցնելու մեջ է։ Ու գիտես, երբեք էլ չի գնահատվում։ Հիշի այս կարճ ու ճիշտ նախադասությունը ու որոշում կայացրու, ուզում ես ամուսնանաս նվերի հետ, թե չէ։ Դու տենց բան չես անի, դու տենց մարդ չես։ Կանեմ Սեդա, կանեմ։ Այդ միակ ձևն է, որ խելքդ գլուխդ կհավաքես։ Մինաս ախր ինչի եք բոլորը կենտրոնացել Հարութի վրա։ Դու պատկերացնում ես, ասենք թե վնասեցիք, հետո պարզվեց ինքը չի։ Խնդրում եմ, աղաչում եմ, ես չեմ ուզում, որ տենց բան անենք։ Ես չեմ ուզում, որ անմեղ մարդ պատասխան տա։ Հետո ինչ ենք անելու, այդ մեղքի տակից չենք կարողանալու դուրս գալ։ Ես էլ չեմ ուզում խայտարակ լինեմ։ Անունս սարքել ես Բերնիցամոն։ Ես ձեռքերս չեմ կեղտոտի։ Ուղղակի ինքը կնստի ու դրանով թեման կփակվի։ Դու գիտես, որ ես կանեմ։ Գիտես, որ կարամ անեմ։ Ու իր ճակատագիրը քո ձեռքերում է։ Կամ դու էլ հետը չես շփվում, ու ես կթողեմ, որ գործը միջև վերջ ոստիկանությունը նայի։ Կամ եթե ես էլի տեսա քո շփումը իր հետ, ես ամեն ինչ կանեմ, որ ինքը փդի բերթում։ Եվ ես իմ վերջի խոսքն է։ Դե դու արդեն գնա, ես էլ տուն գնամ։ Սյուզ, երեք գիշեր տեսա Սեդայի ու Հարութի նկարները։ Տեղս չեմ գտնում։ Հա, ահա որ էր։ Մինասը շատ վատ վիճակում էր, ես էլ։ Բայց գիտես, Սեդայի հետ պետքը չէր։ Ինձ թվում է այդ աղջիկը ամեն ինչ անում է, որ մեր տունը քանդի։ Այդ դժբախտությունից հետո ինչ որ տարօրինակ է դարձել, ոնց որ մեջը դև մտած լինի։ Ես էլ չեմ հասկանում ինչի է շփվում հետը։ Լսի, իսկ դու նվերից ինչ որ լուր ունես, սանգելա, տեսելա։ Ինձ թվում է դեռ չի տեսել, բայց որ տեսնի հաստատ լավ բաներ չեն սպասվում։ Հա, որ տեսնի հաստատ մարդասպանություն է լինելու։ Զարմանում եմ, որ միջև հիմա չի հայտնվել։ Երևի դեռ չի տեսել ուղղակի։ Լավ, դե գնա տուն։ Սյուզ, ուզում եմ գամ Սեդային տեսնեմ։ Այս ինչա, Հարութ ջան։ Կորիրերն է, հիվանդանոցից են տվել, որ փոխանցեմ իրան, որ հայտնվի կտանք։ Այսինքն հայտնվի։ Հա, մամ ջան, դեռ չկա, չգիտեմ որտեղից կհայտնվի։ Այ քեզ բան։ Սեդ, Գնա, ախր քեզ վատ ես զգում։ ասեցի գնա, չեմ ուզում ոչ մեկիդ տեսնեմ։
Ահա որ վիճակում է։ Մենք էլ։ Բարի լույս հետ։ Ինչ կա, ոնց ես։ Ոչ զանգում ես, ոչ էլ իմ զանգերին ես պատասխանում։ Հո բան չի եղել։ Բարի լույս հետ։ Ինչ կա, ոնց ես։ Ոչ զանգում ես, ոչ էլ իմ զանգերին ես պատասխանում։ Հո բան չի եղել։ Լավ հայտնվեցիր։ Հայտնվել եմ, որ ասեմ մենք էլ չենք շփվելու։ Ինչի։ Հիմա ինչ եղավ Սեդա։ Հիմա ինչ ես լսել, ինչ ես կասկածում։ Ոչ մի բան։ Լավ ինչ եղավ քեզ։ Գիշերը խոսում էինք, ամեն ինչ նորմալ էր ու ոնց որ թե իրար հասկացանք։ Չէ, ամեն ինչ նորմալ է, դու ոչ մի բան չես արել։ Ուղղակի նենց է ստացվել, որ մենք էլ չենք կարող շփվել։ Լավ այդքան բարդ է պատճառը ասել։ Կարող եմ նեղացրել եմ քեզ։ Կարող է ինչ-որ բան եմ ասել, որ դուրս չի եկել։ Չգիտեմ, ինչ ա եղել, Սեդա, ասա հասկանամ։ Չէ, դու ոչ մի բան չես արել, ուղղակի ճիշտ չի մեր շփումը։ Ու ինչն է սխալ։ Մեր շփումը։ Երդվում եմ, քեզանից գլուխ չեմ հանում։ Լավ ինչ եղավ քեզ մի գիշերվա մեջ։ Հարութ։ Ամեն ինչ ավարտված է։ Չնայած ինչ է սկսվել, որ ավարտվի։ Ուղղակի իմացի, որ ես ճիշտ չեմ համարում մեր շփումը, բայց ոչ մի բան չի եղել։ Ոնց ինչը պիտի ավարտվի։ Ինչի չգիտես ինչն էր սկսել, որ պետք է ավարտվի։ Չես հասկանում, թե ինչ է կատարվում, Սեդ։ Չզանգես ու չգաս։ Կներես։ Տենց էլ չասեցիր ինչի ես այս վիճակում։ Գոնե դու հարցեր մի տու։ Ես այնքան խնդիրներ ունեմ, փախել եմ, որ չհիշեմ։
Ես երևի գնամ։ Տանն էլ հարցեր ունեմ։ Իսկ դու եկել ես Սիրուհուտ մոտ, չէ՞։ Սեդայի հարցն է։ Պարզա։ Ես քեզ ասեմ, որ ավելի պարզ լինի։ Ես համ տանը խնդիրներ ունեմ, համ գործի տեղը խնդիրներ ունեմ։ Հիմա էլ չեմ ուզում նստեմ ու քեզ բացատրեմ։ Կներես, դու գնա ոչ մի բան էլ կարիք չկա բացատրելու, ես կսպասեմ։ Լսում եմ։ Սեդան ինչ անում։ Սենյակից դուրս չի գալիս։ Լավ։ Ես մի քիչ կմնամ աշխատում։ Լավ, ինչ եղավ էս աղջկան։ Որ զանգեցիր, մտածեցի դրական պատասխան ես տալու։ Դրա համար հանդիպման կանչեցի։ Մի տեսակ շատ վստահ չես քո վրա։ Այսինքն Այսինքն այն նվեր ջան, որ այս անգամ չկարողացար ինձ խաբել, հաջորդ անգամ նորից կփորձես։ ինչ ես խոսում Էլեն։ Ես ընդհանրապես եկել եմ, որ ասեմ համաձայն չեմ ամուսնանալ հետդ։ Ուրիշ ոչ մի բան մի ասա, խնդրում եմ։ Սպասի մի հատ, այդ քոնը ասեցիր գնում ես։ Որովհետև իմաստ չկա այս խոսակցությունը շարունակելու։ Դու պետք է ամուսնանաս իմ հետ, ուզես թե չուզես։ Այդ երևի քո հրամանն է, հա։ Չէ, իմ հրամանը չի։ Պետք է ամուսնանաս, այդքան բան։ Պետք է։ Ինչի համար է պետք։ Կամ ում է պետք։ Հա, երևի քեզ է պետք։ Իսկ կարելի է իմանալ, թե քեզ ինչի համար է պետք։ Գործարքի, բիզնեսի, տարածքի, փողի, ինչի համար։ Լավ, հանգստացի մի հատ շունչ քաշի։ Ամեն ինչ չափ ու սահման ունի նվեր։ Ճիշտ է, ես քո հանդեպ ավելին եմ զգում, քան ուղղակի սովորական ընկերը։ Բայց այդ քո ձեռքին գործիք սարքելը ուղղակի ստորություն է քո կողմից։ Էլեն, դու իմ համար գործիք չես։ Զարմանում եմ ինչի համար ես ուղեղիդ մեջ տես բաներ մտցրել։ Ինչ գործիք։ Գիտես, քո ասացներն ու ռեակցիաները փաստում են, որ ես ճիշտ եմ։ Եթե քո վերջնական պատասխանն է, խնդիր չկա։ Ես քո պատասխանը ընդունում եմ, բայց կորցնողը դու ես։ Ես քո կյանքի ամենասխալ որոշումն էր, ասեմ քեզ։ Ու ես քեզ հենց առաջարկել կյանքում չեմ անի։ Կարաս գնաս։ Բարը Նինաս,
Քեզ ինչ քամիաստ է վերել։ Գործնական քամին, Մինաս։ Կարծում եմ դրա մասին չի կարելի մոռանալ։ Լուրջ, որ մոռանամ ինչ պետք է անես։ Հիմա ես չեմ ուզում սխալ տոնից, սխալ ձև այդ խոսակցությունը սկսեմ։ Նորից եմ ասում, եկել եմ գործնականի մասով խոսանք։ Սարուձոր չեմ ընկնում, Սեդայի մասին հարցեր չեմ տալիս։ Ու այն ասածները լավ եմ հիշում, որ առաջվա դիրքը չունեմ ձեր ընտանիքում։ Վատ է։ Ված չի։ Բայց ես զարմանում եմ, որ այդքանը հասկանում ես։ Ինչի՞ չես հասկանում, որ քո պես օտար մարդու համար ես ոչ մի բան չեմ անի։ Այդ չեղավ։ Դու մոռանում ես, որ միշտ իմ բիզնեսների մեջքին կանգնած ես եղել։ Դու ես միշտ ինձ դուխ տվել, ասել ես առաջ գնա, ինչով պետքա կօգնեմ։ Ու հիմա ամենակարևոր կետի վրա եմ, հետ ես քաշվում։ Որտեվ ես քո նկատմամբ այդ վստահությունն էլ չունեմ ու չեմ պատրաստվում քո համար գարանտ կանգնեմ։ Այսինքն դու գործի մեջ տեսել ես մի հատ հարցով քեզ խաբեմ։ Եղել է դեպք, որ իմ պատճառով դու ինչ-որ մի հատ տեղ վատ զգաս քեզ։ Երրորդ մարդ գա քեզ տենա։ Չի եղել, չէ՞ տենց բան։ Այ տղա, ինչ եղել է, ամեն ինչ անցյալում է։ Դու աղջկանով վրեժ ես լուծել։ Բա որ մի սիրուն օրել իմ անունի վրով անցնես։ Մինաս իմ հիշելով դու անձնականը գործնականի հետ չխառնելու սկզբունք ունեիր։ Հիմա էլ ունեմ։ Բայց քեզ դա չի վերաբերվում։ Քո պեսներից պետքա զգուշ լինել։ Երբեք չգիտես ինչ քեզանից սպասել։ Գործը առաջ է տված։ Գումարի հետ կապված խոստացել էր, որ կմիշնորթես, որ վարկը հաստատեն։ Հիմա կեսից հետ ես կանգնում։ Այդ ճիշտ չի։ Ես չեմ խոստացողը։ Ինչ կուզեմ կանեմ։ Կուզեմ կխոսամ, կուզեմ չեմ խոսա։ Դու էլ ինչքան գիտեմ լավ տղա էր քաղաքում, թե հույսդ մենակ իմ վրա էր։ Հիմա պետքա գործը ավարտին հասցնենք, Մինաս։ Ես չեմ կարող ուրիշ մարդու դիմեմ, չեմ հասցնի։ Արես անգամ էլ միջնորդի քեզ խոսք եմ տալիս։ Վերջին անգամը կլինի, որ նեղություն եմ քեզ տալիս։ Ես իմ ասածը ասեցի։ Այսինքն վերջ։ Վերջ։ Բա ինչի ներս չեկար։ Չէի ուզում։ Ուղղակի եկել եմ ասեմ, որ մերժել եմ նվերի առաջարկը։ Թող սիրտդ հովանա։ Ապրես։ Ու այդ առաջինը քո համար ես արել, հետո նոր իմ։ Բայց ինձ շատ վատ եմ ես զգում։ Ես երջանիկ չեմ։ Նույնիսկ մտածում եմ, որ սխալ եմ արել։ Հնարավոր է, չէ, որ նվերը ժամանակի ընթացքում կսկսեր ինձ սիրել, բայց ես վախեցա։ Մարդիկ հիմնականում հենց վախից էլ լիքը բան կորցնում են կյանքում։ Լեն, դու ոչ մի բան չես կորցրել։ Դու շատ լավ գիտես, որ նվերը քեզ չի սիրում։ Հերիքա, հա, անընդհատ նույն բանն ես կրկնում։ Չի սիրում, չի սիրում։ Չես հասկանում, որ դու այդ բառերով ինձ ցավ ես պատճառում։ Չի սիրում կսիրի։ Սեդային հնարավոր է սիրել ինձ, չէ։ Նվերը դեռ խելագարվելու է իմ համար։ Ես քեզ ու բոլորիդ ապացուցելու եմ, որ հնարավոր է ինձ սիրել։ Բայց ես քեզ ասել եմ, որ քեզ հնարավոր չի սիրել։ Որ հնարավոր չի դու էլ երջանիկ լինես։ Գիժես, ես քեզ տենց բան եմ ասել։ Կասես, ես ինչով եմ Սեդայից պակաս, որ նվերը Սեդային կսիրեր, իսկ ինձ չէ։ Հիշի այս օրը։ Ես հասնելու եմ նրան, որ նվերը աղաչելու է, որ ես իրան հնարավորություն տամ։ Այդ այսօրվանից իմ համար կյանքի նպատակ է։ Հիշի այս օրը։
Մինաս գնաց հա նվերը։ Էլ չի գա, չէ։ Դու ինչ ես տես դողում։ Դե որ տեսա հազիվ դողս պահեցի, որովհետև չէի ուզում, որ ինձ տեսնի, հազիվ թաքնվեցի։ Չհասկացա, ես տեղ եմ, դու պետք է նվերից վախենաս։ Դե որ տեսներ կնոջ տեր ասելու ու դու էլ ստիպված էիր լինելու ընտրություն կատարեիր։ Ու հանուն երեխու ես վստահ եմ, որ դու իրան էիր ընտրելու։ Ես այդ ամեն ինչը շատ լավ եմ գիտակցում։ Ման է հանգստացի։ Մինաս իմ համար այս ամեն ինչը շատ ցավոտ է։ Ես ուղղակի չեմ կարող սիրուհու կարգավիճակում լինեմ, բայց նաև ես քեզ շատ եմ սիրում, դրա համար ես այդքան էլ ուժեղ չեմ, որ ես քեզ բաց թողնեմ։ Բայց ասում ես, որ իմ կողքը լինելը քեզ ցավ է տալիս։ Հա, Մինաս, գիտես ինչքան դժվար է գիտակցել, որ քո սիրած մարդու կողքը ուրիշ կին է քնում արթնանում, այդ շատ ցավոտ է։ Հարութ, ես քեզ ասեցի, չէ, չզանգես։ Մի զանգի, Հարութ, չես հասկանում։ Ես հասկացա թե ինչ ա եղել։ Ձերոնք նյութերն են տեսել ու դրա համար նեղացրել են քեզ։ Հարութ, խնդրում եմ, ոչ մի բան մի արա, հա։ Թող անցնի գնա։ Հարութ, ահա որ անհանգիստ եմ, ինչա ինձ թվում, որ դու գալու ես ու այս ամեն ինչը ավելի է խորանալու։ Խնդրում եմ, հիշի, որ այս իմ խնդրանքն է, ես քեզ խնդրում եմ, որ չգաս։ Իսկ իմ խնդրանքը քո համար մեկ չի, չէ՞։ Հուսամ, որ դու նենց չես անի, որ ես ինձ վատ զգամ։ Սեդ ես չեմ կարող ամբողջ պատասխանատվությունը քո վրա թողնել։ Ու սենց հերոսով խոսելը սխալ է։ Կգամ, դուրս կգաս, միասին կքայլենք ու կհասկանանք մեր հետագա անելիքները։ Եթե պետք է, ես պատրաստ եմ գամ ու բոլորի դիմաց կանգնեմ ու բացատրություն տամ։ Չեմ ուզում քեզ վատ դրության մեջ գցել իմ այս խոսքերով։ Ես առաջի անգամա չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Մինաս, դու քո կնոջը սիրում ես։ Ես իմ ու իմ կնոջ հարաբերությունների մասին չեմ խոսում։ Դե հա։ Որ մի նորմալ տղամարդն է սիրուհու հետ խոսում իր կնոջ մասին։ Հենց դրա համար էլ ես վախենում եմ նվերից։ Ինքը մեր կապի մասին քո կնոջը կպատմի ու դու էլ չես կարող մեզ պաշտպանել ու այդ ժամանակ ես ուղղակի կխայտարակվեմ։ Նվեր այդքան ռիսկ չունի։ Ինձանից վրեժ լուծելու համար ինքը ամեն ինչի պատրաստ է։
Ինձ արդեն դուր չի գալիս խոսակցությունը։ Դու ինձ չես թողնի, չէ՞։ Իհարկե չէ, ես քեզ ասել եմ։ Դու իմն ես, ես քեզ չեմ թողնի։ Նվերի մասին էլ մի մտածի։ Ինքը իրենից ոչ մի բան չի ներկայացնում։ Կփորձեմ։ Փորձել պետք չի, անելա պետք։ Եվ սրանից հետո նվերից մի թաքնվի։ Լավ։ Լավ, ես էլ գնամ։ Հարութ, խնդրում եմ քեզ, ոչ մի բան չանես, լսում ես, հանկարծ չգաս ու չզանգես։ Չգիտեմ, ջղայնանամ հիմա, թե հիանամ ռիսկովդ։ Հիանալու բան չկա։ Հետդ խոսելու բան ունեմ, դրա համար եկել եմ։